Տիկին Բաբայան, պետք է խնդրեմ զեկուցել Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ներդրումային ծրագրերի մասին համապարփակ եւ այստեղ որոշակի քննարկում ունենանք։ Խնդրում եմ, բայց հակիրճ, շատ չենք տարածվում, շատ տենց կարճ կոնկրետ եւ գործով։ Պարոն Քաքապետ, եթե դեմ չեք մոտենամ, որպեսզի սահուն թերթեմ եւ խնդրեմ։ Սահիկ Աշարով ուղղակի կառուցվածքավորված մի փոքր կանցնենք մի քանի ներդրումային ծրագրերի կարգավիճակի մասով ինչ ա արվել, այս պահին որտեղ ենք գտնվում։ Քանի որ տարին նոր է սկսում, մենք մտածեցինք, որ լավ առիթ է ըստ էության ներկայացնել Երևանի քաղաքապետարանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի պորտֆելի մասին եւ այսօր որոնք որ կոնկրետ կներկայացնեմ դրանք ամբողջականը չեն, որոշ ընտրվածներն են, հաջորդ թիվ գործակարգավարականին ես նաեւ որոշակի խմբականակներով կանդրադառնամ առանձին ծրագրերի։ Ըստ էության ինչ ունենք այս պահի դրությամբ, թվով 18 խոշոր ներդրումային ծրագրեր Երևանի քաղաքապետարանի, որոնց ընդհանուր գնահատված ծավալը մոտարկված կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար, եւ եթե առանձին ոլորտներով խոսենք, ապա դրանք հանրային շենքերի մասով ունենք 4 ծրագիր, ճանապարհային ենթակառուցվածքների մասով 6, տրանսպորտի եւ մետրոյի 4, հատուկ ծրագրեր 2, քաղաքային զարգացում ռենովացիա 2 եւ համապատասխան ըստ ներդրումային ծավալների, փաթեթների գումարները ներկայացված են, ամենախոշոր ներդրումային կարիքը այստեղ տեսնում ենք, որ տրանսպորտի եւ մետրոյի գծով է 660 միլիոնի գնահատված ներդրումային պահանջարկ կա եւ ճանապարհային ենթակառուցվածքները հաջորդ տեղում են մոտ 205 միլիոնի գնահատված արժեք, սրանք ըստ էության այստեղ թվեր են, որոնց մասով արդեն որոշակի գնահատականներ կան, այսինքն կան ծրագրեր, որոնք որ դեռևս իրագործելիության ուսումնասիրության փուլում են եւ դրանց ներդրումային պահանջարկի կարիքը այստեղ ներառված չի։ Եթե առանձին արդեն ոլորտային ուղղություններով անցնենք, հանրային շենքերի մասով այսօր անդրադառնամ Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական նոր մարզադպրոցի կարգավիճակին, Երևանի էներգոարդյունավետության երկրորդ ծրագրի եւ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի հետ կապված աշխատանքներին։ Ինչպես արդեն տեղյակ ենք, Ազարյանի անվան օլիմպիական նոր մարզադպրոցը, որը 4.9 միլիարդ բյուջեի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, այդտեղ նախագծային աշխատանքները իրականացվել են 23-25 թվականների ընթացքում եւ 25 թվականի օգոստոսին մենք արդեն ունեցել ենք հիմնարկեքի արարողությունը եւ շինարարության ակտիվ փուլը մեկնարկել է։ Պետք է ուշադրություն հրավիրեմ, որ դեռևս այս հանձնարարականը եւ այս ծրագիրը քաղաքապետարանի ծրագրերի պորտֆելում ներառված է եղել դեռևս 22 թվականից եւ ըստ էության վերջին 1 տարվա ընթացքում բարեհաջող կերպով բավականին արագ տեմպերով հնարավոր է եղել սա իրականացնել։ Ես պետք է դուք էլ ձեր խոսքում բարբերաբար նշել եք նախորդիվ եւ սա նաեւ ի շնորհիվ նրա, որ եղել է համագործակցություն շատ սերտ տարբեր կողմերի միջև, այդ թվում մեզ հաջողվել է նաեւ ներգրավել այնպիսի շինարարական ընկերություն եւ տեխնիկական հսկող, որոնք որ լիակատար պատասխանատվության զգացումով այս ծրագրի կարեւորության մասով իրականացնում են իրենց աշխատանքները։ Այս պահի դրությամբ մենք գործառնական կատարողականով ունենք -1 հարկերի մասով գրեթե բոլոր մասնաշենքերում 100%-անոց աշխատանքների ավարտ, պատերի ամրանապատման եւ բետոնացման եւ միայն 4-րդ մասնաշենքում 70%-անոց եւ առաջին հարկի մասով ունենք նաեւ հետեւյալ պատկերը 3-րդ, 5-րդ մասնաշենքում 100%-անոց ավարտվածություն, 6-րդ մասնաշենքում 80%-անոց ավարտվածություն, աշխատանքները ընթանում են, որոշակի եղանակային պայմանների հետ կապված տեմպը այն չէ, ինչ որ եղել է դեկտեմբեր, դրանից առաջ ամիսներին, բայց այնուամենայնիվ շինարարությունը ակտիվորեն ընթանում է նաև այս օրերին։ Եվ ֆինանսական կատարողականի մասով 25 թվականին պլանավորված է եղել 2 միլիարդ դրամ, փաստացի վճարումներ
հանձնման ընդունման ակտերի հետ կապ հիման վրա իրականացվել է 1.5 միլիարդի, բայց ծավալուն աշխատանք կա կատարված, որի հետ կապված մենք կատարողականները դեռևս մուտք չենք արել, բայց գնահատում ենք նաև, որ վճարման ենթակա 170 միլիոն դրամի կուտակված աշխատանք կա, որը կանենք առաջիկայում։ Ծրագրի իրականացման հետ կապված այս պահին մենք ռիսկեր չենք տեսնում, միայն եղանակային պայմանները, որպեսզի շինարարական աշխատանքները ընթանան հավուր պատշաճի եւ այն տեմպով, որը պլանավորված է եղել։ Այս պահին կրկին ոչինչ մեզ չի խանգարում ասել, որ նախատեսված ժամանակացույցով եւ խոստման համաձայն 2026-ի աշնանը պետք է որ կարողանանք արդեն ավարտել աշխատանքները եւ բացումը ունենալ։ Եթե այստեղ կան դիտարկումներ, ես անդրադառնամ բանկակ։ Հաջորդը Երևանի էներգարդյունավետության երկրորդ ծրագիրն է։ Մենք գիտենք, որ սա Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրոմիության գործընկերների կողմից համաֆինանսավորված եւ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագիր է։ Կարևորագույն մեկը 37.1 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով եւ վարկային համաձայնագիրը 23 թվականին դեռևս ստորագրվել է, բայց ծրագրի փաստացի էֆեկտիվությունը հայտարարվել է 24 թվականի հունիսին։ Այս տարի ու որոշ ժամանակ ընթացքում հիմնական աշխատանքները կենտրոնացած են եղել ծրագրով նախատեսված թվով 38 մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների կամ բժշկական առողջապահական կենտրոնների մասով նախագծանախաշվային աշխատանքների պատվիրման, մրցույթների կազմակերպման, տեխնիկական առաջադրանքների բնութագրերի կազմման եւ եվրոպական գործընկերների հետ համաձայնեցումների վրա է ըստ էության էական ժամանակ գնացել հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը եւ թվով 22 գնման գործընթացներ են կազմակերպվել այստեղ եւ միջազգային եւ ազգային ընթացակարգերով մեկ պայմանագիր արդեն կնքվել է որով մենք 4 նախագիծ ենք առաջիկայում ակնկալում արդեն ունենալ աշխատանքները մեկնարկել են 7 նախագիծ արդեն արկա է 15 նախագծերի մրցույթներ ընթացքում են եւ 7 թվով 7 մանկապարտեզների շինարարության եւ տեղհսկողության միջազգային մրցույթներն ընթացքում են գնահատման process-ում են մասնանումներ վճարումներ արդեն փաստաթի կկատարվեն այս տարվա ընթացքում հաշվի առնելով այս մրցույթներով եւ պայմանագրերով կնքված արդյունքները ծրագրի հետ կապված էական ոչ թե էական այլ հիմնական ռիսկերը ըստ էության մրցույթային գործընթացներում մենք տեսնում որովհետեւ լինում են երբեմն երբ որ որոշակի մրցույթների մասնակցություն չի լինում եւ մենք հարկադրված ենք լինում վերահայտարարել այդ մրցույթները Ինչը մեզ բերում է որոշակի գործընթացների հետաձգման մեր նախնական պլանավորումներից, այնուամենայնիվ այս մարտահրավերը համարում ենք հաղթահարելի եւ կարեւորում ենք, որ այստեղ նաեւ բավականին լուրջ հանրային հաղորդակցություն գնա, շուկայի հետ աշխատանք արվի, որը փորձում ենք նաեւ զուգահեռաբար տանել։ Ես անդրադառնամ ըստ խմբականակների մանկապարտեզներին, հիմա թվով թիվ 17, 39, 46, 64, 72, 93 եւ 133 մանկապարտեզների մասով այս աշխատանքներն են արվել եւ այս պահին ընթանում է տեղհսկողության շինարարության միջազգային մրցույթների հայտերի գնահատումը 373 120 մանկապարտեզները նախագծման միջազգային մրցույթներն են հրապարակվել եւ հայտերն են գնահատվում այս պահին 42 128 143 մանկապարտեզների մասով նախագծման մրցույթները վերահրապարակվել են ամսի 14-ին հայտերի ներկայացման ժամկետն է 45 մյուս խմբականակը 45 79 84 94-ն են, որտեղ նախագծման մրցույթներն են արվել, պայմանագրերը կնքվել են եւ աշխատանքները մեկնարկել են արդեն նախագծային 33, 56, 101, 108, 118 եւ 129 էլի վերանախագծման մրցույթները վերահրապարակվել են, ժամկետը ամսի 14-ը այս ամսվա։ Այստեղ ունենք մի խմբականակ մանկապարտեզների, որոնք որ եթե հիշում եք, այստեղ մեզ աջակցում է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, տեխնիկական աջակցության շրջանակներում
այս 6 մանկապարտեզների վերանախագծման ֆինանսավորումն իրենք են անում, հետևաբար իրենց ընթացակարգերով է որպես կանոն մրցույթները հրապարակվում, 4 անգամ հայտարարվել է եւ չի կայացել եւ այսօր մենք իրենց հետ արդեն խոսում ենք այլընտրանքային մեթոդներով հնարավորինս հրատապ մրցույթները ապահովել կամ տարբերակ է քննարկվում, որ ուղիղ պայմանագրային միջոցով եթե կա հնարավորություն կնքենք վերանախագծման կամ նաև քաղաքապետարանի միջոցներով կամ համայնքային միջոցներով փորձենք հարցը լուծել, հանգուցալուծել եւ նաև հայտարարվել են արդեն Կարմիր Բլուր, Արշակունյաց, Քանաքեռ, Զեյթուն առողջապահական կազմակերպությունների կենտրոնների նախագծման միջազգային մրցույթները եւ ամսի 12-ին, այսինքն այսօր հայտերի ներկայացման ժամկետն է։ Տիկին Բաբայան, մենք վերադառնանք, ասենք 4 անգամ վերանախագծման մրցույթները չեն կայացել, սա իմ կարծիքով արդեն տենց երկրորդ անգամ չկայանալուց հետո պետք է բանակցությունը վարվեր, միգուցե հրաժարվեինք առհասարակ համ այդ ֆինանսավորումից, համ համագործակցությունից, համ չգիտեմ ամեն ինչից, որովհետև չի կարող մեր մանկապարտեզի նախագծման process-ը սենց տարիներ տևել։ Ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը այս դեպքում։ Եվ այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք վստահորեն կարող ենք լուծել։ Հետևաբար խնդրում եմ սեղմ ժամկետներում գործընկերների հետ հասկանալ, մենք իրար հետ աշխատում ենք, թե չենք աշխատում, որովհետև կամ ֆինանսավորման չափն է խնդիրը, որ 4 անգամ չի կայացել, կամ ինչ որ մի բան է տեղ առաջադրանքում գրած, որ այտենց բոլոր նախագծողների մոտ ինչ որ հարց առաջացնում, որ չեն մասնակցում, կամ չգիտեմ ինչ, այսինքն ավելի լավ է այս ճանապարհով էլ չգնանք։ Գործընկերներ միանշանակ արդեն այդ ուղղությամբ աշխատում են, գործընկերների մեզ փոխանցված տեղեկատվությամբ հարցը ավելի տրիվիալ դաշտում է եւ համակարգի բարդության հետ է կապված, այսինքն դիմելու, հայտեր ներկայացնելու եւ այլն, դա այն մեկնաբանությունն է, որը ստացել ենք, այնուամենայնիվ հարցը կկարգավորենք հնարավորինս այս ամսվա ընթացքում։ Եվ ես ուզում եմ մի փոքր ցուցադրել այն թվով 7 մանկապարտեզները, որոնք որ արդեն իսկ մենք շինարարության գնահատման, տեղհսկողության գնահատման process-ում ենք, եւ սրանք այն 7-ն են, որ այս տարի շինարարության գործընթացը շինարարությունը պետք է արդեն մեկնարկի։ Մենք ասել ենք, որ 13-ի մասով 26 թվականի շինարարություն ենք սկսելու, այո, դա այդպես է, ինֆորմացիան չի փոխվել, բայց այս 7-ով արդեն նախագծերը կարող ենք անել։ Թիվ 17 մանկապարտեզն է, 8 խմբանի 240 տեղ, 39 է, 9 խումբ եւ 270 տեղանոց, 46-ը 9 խումբ կրկին 270, 64-ը 11 խումբ 330 տեղ, 72-ը 8 խումբ 240 տեղ, 93-ը 12 360 համապատասխանաբար եւ 133-րդ մանկապարտեզը 8 խումբ 240 տեղ։ Ընդ որում մի փոքրիկ դետալ էլ ուզում եմ նշել, պարոն քաղաքապետ, այստեղ որ տեսանելի է նախագծերից հանված, այսպես ասած գծագրերի ճակատային մասերն են այստեղ ցուցադրված, մենք նոր պրակտիկա ենք մտցրել եւ նախագծային փաստաթղթերի պահանջների մեջ նաեւ ներառել ենք, որ այսուհետեւ նախագծերը ստանանք մի փոքր ավելի նաեւ վիզուալ տեսակետից եւ ցուցադրելու տեսակետից եւ որոշում կայացնողների համար մի քիչ ավելի ընկալելի տեսքով եւ հաջորդիվ արդեն նախագծերը մենք կունենանք ռենդերներով, թվապատկերներով եւ վիզուալ լուծումներով։ Սա մանկապարտեզների մասով եւ անդրադառնամ Երևանի բազմաֆունկցիոնալ նորբժշկական կենտրոնին, ես նախորդ տարի նաեւ զեկուցել էի, որ քանի որ այստեղ ֆինանսական միջոցներ մենք հատկացված չունենք, համագործակցության հնարավորություններ են բացվել
բրիտանական մի կազմակերպության մասնագիտացված հետ, որոնք որ բավականին խոշոր եւ միջազգային ճանաչում ունեցող են այս ոլորտում, հենց բժշկական կենտրոններ, առողջապահական հաստատություններ նախագծելու, ինչպես նաև կառուցելու կենտրոնում, նաև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի միջնորդական ջանքերի միջոցով մենք այստեղ նախապատրաստական փուլում ենք, իրենցից արդեն ստացել ենք որոշակի առաջարկ, որը քննարկում ենք եւ եթե իրավական եւ ֆինանսական տեսակետից մեզ ընդունելի լինի, այս առաջարկով կգնանք, եթե չէ կխնդրենք համայնքի միջոցներից արդեն տնտեսական ուսումնասիրության համար միջոցներ հատկացնել։ Անդրադառնամ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտին, պարոն քաղաքապետ, ուզում եմ այսօր հատկապես կենտրոնանալ Նորագավիթի հանգույցի վրա, էստակադայի գնահատված բյուջեն այստեղ 1.8 միլիարդ է նախագծի, կա մի փոքր օտարման կտոր, որը նաև բյուջեում արտացոլված է, ֆինանսավորումը ակնկալում ենք կառավարությունից եւ շինարարության գործընթացը, եթե կարողանանք ֆինանսավորումը հաստատումը ստանալ 26-27 թվականներին կարծում ենք ապահովել, մենք արդեն իսկ Տիկին Բաբայան կներեք էլի, ամեն դեպքում ակնկալում ենք, այտենց արդեն մի 4 տարի ակնկալում ենք, եթե ոչ ավել, էլի, եկեք այն ծրագրերից դուք խոսեք, որոնց ֆինանսավորումը ունենք հաստատած, գոնե հեռանկարը ունենք, էլի, ամեն անգամ ազգային ժողովում այս ֆենոմենալ դեբատը ֆինանսների նախարարի հետ ունենում ենք, եթե չունենք այս ֆինանսավորումը, անցեք առաջ, չկա ֆինանսավորում։ Ունենք լեգիտիմ ակնկալիք, որ կլինի, բայց այդ ուղղությամբ մենք հիմա մրցույթները կհայտարարենք այդ տրամաբանությամբ, շինարարության եւ Հա, եւ ուզում եմ զեկուցել նաեւ քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի մասին, այս մասին ըստ էության նախորդիվ զեկուցումներ չեն եղել, ինչ պատճառներով, չեմ կարող ասել, ինչու եւ սա կարևորագույն ծրագրերից է Իսակը Վարշակունյաց պողոտայի Իսակը Վարշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման մասին է խոսքը, պարոն քաղաքապետ, որը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի եւ կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ Երևանի քաղաքապետարանի հողեոտարումների հետ կապված եւ բյուջեն ծրագրի ընդհանուր 85.7 մոտավորապես միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, վարկային համաձայնագիրը կնքվել է 23 թվականի վերջին, ծրագրի փաստացի մեկնարկը տրվել է 24 թվականի հունիսին եւ այսինքն նախատեսվածից մոտ 6 ամիս խզվածքով ծրագիրը մեկնարկել է, ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքները, ծրագիրը ինչու է կարևոր, որովհետեւ ճանապարհային հանգույցը 3 վարչական շրջան է միմյանց կապելու, Շենգավիթը, Կենտրոնը եւ Մալաթիա Սեբաստիան եւ ըստ էության նաեւ ունենալու է Հրազդան գետի վրա մոտ 270 մետր երկարությամբ կամուրջ, հիմնական ճանապարհը ձգվում է 1.9 կիլոմետր, բայց եթե երկրորդային եւ իջատեղերով հաշվենք, ինքը 6.6 կիլոմետր երկարություն է, հավաքական 6 երթևեկելու գոտից բաղկացած եւ մոտ 25 մետր լայնությամբ Այս ընթացքում առաջընթացը ընդհանուր առմամբ հետևյալն է, մենք ունենք գերակաշայի մասին կառավարության որոշումը, հողերի օտարման եւ տարաբնակեցման շրջանակը եւ ծրագիրը հաստատված կառավարության որոշումներով շմագի վերանայումը ավարտվել է, որովհետեւ ժամկետները խախտված էր եւ այդտեղ պետք էր շմագի վերանայում իրականացնել, իդեպ նշեմ, որ դա արվել է ՏԻԳ-ի ներքին կարողությունների հաշվին եւ որևէ արտաքին ռեսուրս այստեղ ներգրաված չի եղել հաշվետվությունների պատրաստման եւ տրամադրման համար այս պահին ծրագրի շրջանակներում նախատեսված մրցույթների վիճակը հետեւյալն է ծրագրի արտաքին աուդիտի ֆինանսական աուդիտի պայմանագիրը արդեն կնքված է օտարման արտաքին մոնիտորինգի պայմանագիրը կնքված է վեբ կայքի եւ բրենդինգի եւ հաղորդակցության պայմանագիրը կնքված է աշխատանքները
մեկնարկել են տեղ հսկողության կամ ֆիդիկ տրամաբանությամբ ծրագրի ինժեներ խորհրդատուի մրցույթը գնահատման ամփոփման գործընթացում ենք, այստեղ հիշեցնեմ, որ ունեինք նախնական փուլում 26 միջազգային ընկերություններ հայտեր ներկայացրած հետաքրքրության, որից կարճ ցուցակ են անցել 6-ը եւ այսօր այդ 6-ի արդեն առաջարկները վերջնական գնահատվում են։ Շինարարի մրցույթի գնահատումը ավարտվել է եւ հենց այսօր իրենք հրավիրվեց արդեն առաջին այդտեղ զբաղեցրածին հրավիրված են պայմանագրի բանակցությունների, այս շաբաթ բանակցային գործընթացն է շինարարի պայմանագրի կնքման եւ օտարման գործընթացն է ընթանում։ Ֆինանսական կատարողականի մասով մենք 4.4 միլիարդ մոտավորապես 25 թվականին կատարում ունենք, այստեղ առյուծի բաժինը վերաբերում է օտարման գործընթացների համար տրված փոխհատուցումներին։ Եվ ծրագրի հիմնական ռիսկերը այս պահին, ինչպես ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ծրագիր, ըստ էության օտարման գործընթացներում հավանական խնդիրներն են, դատավարական process, եթե այդպեսին կլինեն ձգձգումները եւ այլն։ Ամեն դեպքում Տիկին Բաբայան, այստեղ ես կուզեի ավելացնել ռիսկերի մեջ, մենք շատ երկար գիտեմ process ա եղել գնահատման շինարարի եւ եղել են մտահոգություններ, առաջին տեղը զբաղեցրած շինարարի հետ կապված, ես հուսով եմ պայմանագրային հիմքերը եւ այն վերահսկողության մեխանիզմները, որոնք որ ներդրվելու են, իրենք բավարար, այսպես ասած, վստահություն մեզ կտան, որ անկախ նախնական կասկածներից, խնդիրներից, որոնք որ այսպես ասած տեսել ենք, մենք կունենանք վստահաբար մի շինարար, ով կկատարի իր աշխատանքը եւ խնդրում եմ այստեղ հատուկ ուշադրություն, որովհետեւ այն process-ը, որով դուք անցել եք, երկար գնահատման, խոսում է այն մասին, որ ավելի ուշադիր պետք է լինել մասնավորապես հաղթող շինարարի նկատմամբ, որը ֆորմալ առումով ոնց հասկանում եմ, փաստաթղթային առումով ամեն ինչ լավ է տեղում է, բայց այնուամենայնիվ մտահոգություններ ունենք եւ շինարարին էլ սա այդպես հատուկ, այսպես ասած, մեսիջ։ Այո, մենք լուրջ մտահոգություններ ենք ունեցել, դրա համար էլ ձգձգվել է, դուք միանգամայն ճիշտ եք եւ մենք արդեն պատրաստել ենք բանակցային որոշակի պոզիցիա, որտեղ որ նաև մենք պետք է ֆինանսական կառավարման հետ կապված լրջագույն ռիսկերի կառավարման մեխանիզմներ Բայց այդտեղ էլ հանկարծ այնպիսի մի հատ մեխանիզմ չստեղծեք, որ մենք ավելի խորացնենք էլի խնդիրը։ Բնականաբար։ Օտարման գործընթացի հետ ուզում եմ ամփոփ նշել, որ մենք ունենք օրինական գույքերի եւ ինքնական գույքերի հետ կապված համաձայնագրեր կնքելու գործընթաց, ինչպես տեղյակ ենք միջազգային համաձայնագրերով իրականացվող օտարման գործընթացները նախատեսում են նաեւ ինքնակամների մասով փոխհատուցման որոշակի սխեմաներ եւ այստեղ թվով 27 օրինական գույքերի մասով արդեն 14 պայմանագիր կնքված է, փոխհատուցումները տրված են եւ 37 ինքնակամների մասով 21-ը կնքված են, փոխհատուցումները տրված են 11 գույքի մասով հայցեր են ներկայացվել դատարան, թվով 5 գույքերի մասով մենք նոր գերակաշահի մասին որոշում ենք պատրաստում, այստեղ պատճառները տարբեր են, սկսած տեղում արդեն օտարման գործընթացներ իրականացնելու ընթացքում բացահայտված նոր, այսպես ասած, միավորներից, կադաստրային որոշակի անճշտություններից, նախնական որոշման մեջ որոշակի գույքերի բացթողումից եւ այլն։ Սա ընդհանուր առմամբ քարտեզի վրա տեղակայված մենք տեսնում ենք ճանապարհի երկայնքով օտարման կարգավիճակն է, այստեղ կապտականաչով նշված են, որոնք որ արդեն մաքրված են, այսինքն գույքերից մաքրված զոնաներն են, 3 զոնայի են բաժանված, այստեղ մեծ հողակտորը մի գույքային միավոր է եւ չպիտի վախեցնի եւ նաեւ սա է վիճակը 3 կտորից բաղկացած, ուզում եմ նշել, որ օտարման գործընթացի կարգավիճակը մեզ թույլ է տալիս մտնել շինարարության process եւ քանի որ մրցութային փաստաթղթերով մենք նաեւ ներառել էինք դրույթ, դա շատ կարեւոր էր, որ շինարարությունը մեկնարկելու ենք, նաեւ կարողանալու ենք տարածքը հանձնել փուլային,
այն տարածքը, որ մաքրված կլինի գույքերից եւ հնարավոր կլինի շինարարություն սկսել, մենք դա մաս կհանձնենք շինարարին եւ դա նաեւ կարեւոր պահ է, որ ծրագիրը սկսվի։ Հաջորդ ոլորտային ուղղությունը տրանսպորտ եւ մետրո, այստեղ ուզում եմ խոսել 3 խոշոր ծրագրերի մասին, կարելի ասել ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրերի մասին քաղաքապետարանի եւ ինչու՞ չէ նաեւ երկրի համար, մետրոյի աջափնյակ կայարանը, մետրոյի Սուրմալու կայարանը եւ էլեկտրական շարժունակությունը կամ ինչպես հապավում ենք գտել emerge, որը նաեւ որոշակի խորհուրդ ունի իր մեջ այս հապավումը։ Եվ աջափնյակ կայարանի մասով մենք ներդրումային ծրագրով եւ նախագծանախաշվային փաստաթղթերով կազմված ունենք գնահատված ծրագիրը 98 միլիարդի դոլարի, 98 միլիարդ դրամ, ներողություն եմ խնդրում, այս պահին ֆինանսավորումը նախատեսված է կառավարության կողմից, որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկայությամբ խոսակցություն չի գնում, որ ծրագիրը կֆինանսավորվի, նախագծային աշխատանքները տևել են 21-ից 25 թվականների եւ 26-ից 31-ը փաստացի իրագործման փուլն է նախատեսվում։ Եվ առաջընթացի մասին խոսեմ, նախագիծը ավարտվել է 25 թվականին, պարզ պետական համալի շմակ փորձաքննությունները ստացված են, հանրային ներդրումային ծրագիրը կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվել է կառավարություն, որպեսզի վարչապետի մոտ վերջնական քննարկում տեղի ունենա, ծրագրի ազդեցության ենթակա տարածքում գույքերի ելակետային ուսումնասիրություններ, չափագրություններ արված են եւ գերակա շահի մասին որոշումը արդեն երկրորդ շրջանառությամբ պետք է որ կառավարությունում լինի եւ պիտի հաստատվելուն պես մեկնարկելու են կոտարման գործընթացները։ Փաստացի ծախսը 25 թվականի 765.1 միլիոն դրամն է եւ նախագծի 3-րդ փուլի համար նախագծող ընկերությանը վճարումն է։ Ռիսկերի հետ կապված հիմնականում բնականաբար օտարման գործընթացն է, սա մեր համար լռելիային կանոն է ըստ էության, մրցութային գործընթացներում հնարավոր են ձգձգումներ հաշվի առնելով, որ խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիր է մեծ ցանկություն հավակնություն կա, որ մրցութային գործընթացները կազմակերպենք այնպես, որ կարողանանք միջազգային լուրջ խաղացողներ եւ ընկերություններ ներգրավել այս ծրագրի իրականացման գործընթացում եւ հենց այդ նպատակով պարոն քաղաքապետ դուք էլ անդրադարձել եք ձեր պարբերական ելույթներում այն մասին, որ նաեւ կառավարության գործընկերների հետ քննարկումների արդյունքում այս պահին ստրատեգիական գիծը այն է, որ կարողանանք միջազգային պայմանագրերի կառավարման լավագույն պրակտիկան, ինչը կոչվում է FIDIC, հա, այդ կարգավորումների հիբրիդային մոտեցմամբ, նաև ներառելով կառավարության հատուկ որոշումով կարողանանք այս ծրագրի իրականացման համար կանոնակարգեր ներդնել եւ մրցույթները հենց այդ տրամաբանությամբ կազմակերպել։ Այս պահին աշխատում ենք այդ նախագծերի մշակման վրա եւ ես շնորհակալ եմ, որ նաեւ ձեր խորհրդականին կցել եք մեր աշխատանքներին, Տիկին Թևանյանը մեզ կաջակցի նաեւ իրավական մասով։ Տիկին Թևանյան, ինչ փուլում ենք հիմա։ Պարոն քաղաքապետ, այս պահին աշխատում ենք Տիկին Բաբայանի կողմից նշված կառավարության որոշման նախագծի վրա, որպեսզի մենք ունենանք մի փաստաթուղթ, որը կկարգավորի այդ հարցի հետ կապված գնման գործընթացները միջազգային գնումների ընթացակարգերի տրամաբանությամբ։ Այս պահին այդ փաստաթղթի վրա ենք աշխատում, դա ինչպես արդեն նշվեց, գերակաշահի որոշման նախագիծը ուղարկվել է։ Ճիշտ եմ հասկանում, որ մեկ կառավարության որոշման մեջ մենք գնման գործընթաց ենք սահմանելու, սա վերաբերելու է եւ շինարարական process-ին եւ տեղ հսկողին, թե առանձին են այդ որոշումները լինելու։ Տիկին Բաբայան այդ մանրամասներին կա։ Տիկին Բաբայան։ Պարոն քաղաքապետ, այո, գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ, որով կկարգավորվեն եւ շինարարությունը եւ տեխնիկական հսկողությունը, եւ քանի որ FIDIC կարգավորումներով տեղ հսկողը ըստ էության ծրագրի ինժեներն է, այսինքն նաեւ ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի
պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։ Շատ լավ, ֆիքսեցինք փետրվարի առաջին գործակարգավարականին դուք զեկուցում եք երկուսով, որ Ծիգից, քաղաքապետարանից փաստաթուղթ ուղարկվել է կառավարություն նախագիծը։ Հաջորդիվ անդրադառնամ մետրոյի Սուրմալու կայարանին, այստեղ բյուջեն գնահատման ընթացքում է, որոշակի դեռ նաև բան չկա, ինտուիտիվ նաև պատկերացում չկա, Սուրմալու մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք պետություն ենթադրվում, եթե մենք կարողանանք ավարտել 26 թվականին այդ բոլոր աշխատանքները։ Այս պահին ծրագրի տեխնիկատնտեսական իրագործման մրցույթը 25 թվականի օգոստոսից հայտարարված 2 անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով, մենք ամսի 16-ին վերահայտարարելու ենք մրցույթը, ամսի 23-ին Սուրմալուի հարակից տարածքում քաղաքաշինական հայեցակարգի մրցույթն է հրապարակվելու եւ նաեւ նորագույն տեխնոլոգիաներով ներդրումային ծրագրի AR VR տեխնոլոգիաներով մոդելի կառուցման մրցույթն է հրապարակվելու փետրվարի կեսերին։ Այս ամենի հիման վրա մենք 26 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները եւ արդեն ներդրումային ծրագրի մրցութային գործընթաց կսկսենք։ Ռիսկերը ըստ էության մրցութային գործընթացների հետ ձգձգումների հետ են կապված եւ հնարավոր է նաեւ ներդրումային նվազ հետաքրքրություն լինի, այդուհանդերձ այստեղ նաեւ ներգրավելու ենք արտաքին գործընկերներին, բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաեւ միջազգային հանրությանը եւ տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը եւ հետաքրքրությունը մեծանա։ Տեխնիկատնտեսական իրագործելիության մրցույթի ամբողջ տրամաբանությունը պետք է կառուցված լինի նրա վրա, որ տեխնիկատնտեսական իրագործելիությունը ապահովենք, այսինքն այդ կետը պետքա գտնեն հաղթող կազմակերպությունները, թե որ կետում է տեխնիկատնտեսապես հետաքրքիր մասնավոր գործընկերներն, այս պետքա լինի իրենց աշխատանքի նպատակը, որովհետև այդտեղ մենք մեր որոշումներում բավականին լայն հնարավորություններ ունենք։ Այսինքն բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը։ Հաջորդը Տեխբնութագիրը այդ տրամաբանությամբ էլ նշված է, որ մեզ տան առաջարկ լավագույն իրագործելի տարբերակի շուրջ։ Հաջորդը էլեկտրական քաղաքային լուծումներ շարժունակություն, սա կամ այսպես կոչված մինչև 250 էլեկտրական ավտոբուսներ 18 մետրանոց գնելու ծրագիրն է, բայց քանի որ ծրագիրը նաև բազմակոմպոնենտ է բացի էլեկտրական ավտոբուսներից, ենթադրում է նաև 2 դեպոների էլեկտրատրանսպորտի վերակառուցում, քաղաքային այգի եւ այլն։ Գնահատված բյուջեն 200 միլիոն ԱՄՆ դոլարի է հասնում, ֆինանսավորում Ասիական զարգացման բանկ եւ գլոբալ կլիմայական հիմնադրամ եւ գլոբալ կլիմայական հիմնադրամի ռեսուրսները մեզ հնարավորություն է տալիս կոնցեսիոն եւ բավականին լուրջ տեխնիկական աջակցություն ներգրավել եւ բավականին էժանացնել վարկային բեռը պետության համար 25-26 թվականները ծրագրի նախապատրաստական շրջանն է 26-ի վերջից ակնկալում ենք, որ իրագործումը կմեկնարկի ծրագրի, նաև եթե այս ընթացքում ունենանք կառավարության հաստատումը։ Մինչև օրս ծրագրի իրագործելիության ուսումնասիրության համար միջոցներ են ներգրավել եւ արդեն միջազգային խորհրդատուն ընտրված է, աշխատում են քետները եւ 26 թվականի մայիսին ծրագիրը պատրաստ պետք է լինի, իրագործելիության ուսումնասիրությունը ավարտված, նաև իրագործելիության ուսումնասիրության փաթեթում ենթադրվում է, որ հիմնական մրցութային փաթեթները պետք է կազմված լինեն։ Նաև հանրային ներդրումային ծրագիրը մշակվել ՏԻԳ-ի կողմից եւ ներկայացվել է կառավարություն։ Ֆինանսական կատարողականը այս պահին մենք պետական կամ համայնքային որևէ ռեսուրս նախատեսված չի սրա համար եւ քանի որ խորհրդատվական բնույթի աշխատանքներ են իրականացվում վերլուծական ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ եւ
Ասիական բանկի միջոցներով են եւ տեխնիկական ֆոնդերի միջոցներով են դրանք իրականացվում։ Դե այստեղ ռիսկերի հետ կապված ես ավելի շատ կնշեի, որ կարող են որոշակի ձգձգումներ ունենալ, բայց մեր համոզմամբ ծրագիրը կարևոր է մի քանի ասպեկտով, ոչ միայն որ սրանով ամփոփիչ կետի պիտի հասցվի քաղաքի տրանսպորտային բարեփոխումների առաջին փուլը, այսինքն առնվազն գոնե շարժակազմի ամբողջականացումը, սա նաև կարևորագույն կետ է կանաչ տրանսպորտին արդեն վերափոխվելու տրամաբանության տեսակետից, որը նաև ոչ միայն քաղաքի, այլ նաև կառավարության քաղաքական օրակարգն է եւ գլոբալ հանձնառություններից է, որովհետեւ ծրագրի իրագործմամբ էապես պետք է ածխածնային արտանետումները նվազեցվեն։ Եվ պարոն քաղաքապետ, այս մասով նաև փոխվարչապետի Տիկին Բաղբյան, իրականում 250 մեր ավտոբուսներ, 18 մետրանոց ավտոբուսներ, դուք շատ ճիշտ եք նշում, որ այս ծրագիրը բացի նրանից, որ ամփոփում է մեր տրանսպորտային ռեֆորմի առաջին, այսպես ասած, ամբողջական փուլը, որը դեռևս նախանշված էր 2016 թվականից, մենք սրանով մի քանի կարևոր հարցին ենք անդրադարձ ունենում, առաջին հերթին դա խցանումների խնդիրն է, որովհետև 250 18 մետրանոց ավտոբուսների մուտքով մենք ունենալու ենք հնարավորություն որոշակի նոր կարգավերումների մարդատար ավտոմեքենաների համար, որոնք որ վստահորեն արդեն իսկ քանակապես գնալով տարին տարվա վրա ավելանում եւ ավելանում են, ստեղծելով ամբողջական հանրային տրանսպորտի մեր նոր համակարգը, մենք կարողանալու ենք որոշակի փողոցներում ուղղակի բացի հանրային տրանսպորտից ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտքը արգելել եւ ամեն այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է, չգիտեմ, 80-ից 100 մարդատար ավտոմեքենա եւ կարող ենք այս համեմատականները շատ հստակ անել։ Սա առաջին իհարկե գործոնն է։ Երկրորդ գործոնը իհարկե վերաբերում է օդի որակին եւ օդի որակի տեսանկյունից այս ավտոբուսները գրեթե կարելի ասել գրեթե չէ առհասարակ արտանետումներ որպես այդպիսին չեն ստեղծում, դրանք էլեկտրական ավտոբուսներ են եւ բացի դրանից նաեւ փոխարինում են ավտոմեքենաներին մարդատար, մոտավորապես եթե 250-ը ամեն 100-ի հետ համեմատենք, ստացվում է 25000 ավտոմեքենայի մասին է խոսքը, ճիշտ եմ չէ հաշվում։ Այսինքն 25000 ավտոմեքենայի արտանետում ուղակի դուրս է գալիս քաղաքից։ Սա նույնպես շատ կարևոր է եւ մեծ գործոն է նամանավանդ օդի որակի բարելավման մեր միջոցառումների ծրագրի տեսանկյունից, այսինքն եւ խցանումների մասով է կարևոր եւ օդի որակի մասով է կարևոր։ Եվ մի բան էլ շեշտեմ, իրականում շատ մեծ անհավատություն կա մեր բնակչության շրջանում այս խոշոր ծրագրերի հետ կապված, մասնավորապես Աջափնյակի մետրոյի, եւ իրականում կարծում եմ սա նաեւ եւս մի գործոն է, որպեսզի այդ համատարած անհավատությունը մի օր 180 աստիճան փոխվի եւ կոտրվի։ Եվ իրականում այս տարվա ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից եւ ձեզանից Տիկին Թևանյան, որ այստեղ իրապես գործուն քայլեր են կանելու եւ իրապես մարդիկ արդյունք են տեսնելու։ Հաջորդը Պարոն քաղաքապետ եւ նաեւ որ հատուկ ծրագրերի անդրադառնամ Երևանի կոշտ-թափոնների կառավարման ծրագրին եւ Դալմայի քաղաքային անտառի եւ Կոմիտասի парքի ծրագրին Կոշտ-թափոնների կառավարման ծրագիրը կարծեմ անցյալ տարի ես նաև զեկուցել եմ այս մասին, հաշվի առնելով քաղաքային աղբավայրերի փակման եւ նոր աղբավայրի կառուցման ծրագիրն է, որ դեռևս 23 թվականից ինքը նշված է եղել որպես հանձնարարական։ Մենք 25 թվականին եւ գիտենք, որ այստեղ եղել է վարկային ծրագիր, որը չեղարկվել է։ Եվ 25 թվականը եղել է ակտիվ բանակցությունների տարի եւ շատ գործնական քայլերի տարի, ինչպես կառավարության գործընկերների, այնպես էլ միջազգային կառույցների հետ։
Ծրագրի ֆինանսավորում այս պահին ենթադրվում է վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, որովհետեւ իրենց հետ արդեն մեկնարկել են խորհրդատվական ծառայությունների ներգրավման աշխատանքները։ 26 թվականը համարում ենք ծրագրի նախապատրաստման եւ ամփոփման տարի եւ 27-ից հնարավոր կլինի արդեն իրագործմանը անցնել։ Ինչ է արվել մինչ 25 թվականի երևի թե մեկ կիսամյակում կամ կարելի է ասել սեպտեմբերից սկսած արդեն իսկ հաջողվել է մրցույթ երկու կարևորագույն մրցույթ հայտարարել դա շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատման խորհրդատուի միջազգային մրցույթն է, որի ժամկետը հայտերի ներկայացման 16 ամսի այս հունվարի եւ տեխնիկատնտեսական ուսումնասիրության, մրցութային փաթեթների եւ հանրային ներդրումային ծրագրի կազման խորհրդատուի մրցույթն է, որը դեկտեմբերի 12-ին էր հայտարարվել եւ ամսի 19-ին հայտերի ներկայացման ժամկետն է։ Այս մրցույթները կայանալու արդյունքում մենք տարեվերջին արդեն այս երկու մասով կունենանք ամբողջական աշխատանքի արդյունքներ, այսինքն այս վերլուծական պրոդուկտները կհանձնվեն պատվիրատուին մեզ, որի հիման վրա արդեն կկարողանանք քննարկել բուն իրագործման մրցույթները հայտարարելու մոդալությունները կհաշվի առնելով ծրագրի առանցքային կարևորությունը կա մտադրություն, որ առաջանցիկ գնումների եղանակով մրցույթները հրապարակվեն, եթե կհասցնենք այս տարեվերջին կամ ռետրոսպեկտիվ ֆինանսավորման գործիքակազմով։ Սա ուղղակի բարձրաձայն, այսպես ասած, մտածում է եւ կառավարության իհարկե հետ քննարկման արդյունք պետք է լինի, որովհետեւ վարկային ծրագրով է ենթադրվում ֆինանսավորել այս աշխատանքը եւ ֆինանսական պլանավորում ֆինանսական ռեսուրսներ այս ծրագրով պետական կամ համայնքային բյուջեներով նախատեսված չեն եւ վզեպ միջոցներով են ֆինանսավորվում այս երկու մրցույթները եւ ռիսկերը տեսնում ենք էլի եթե այս մրցույթները հանկարծ դիմելիություն չլինի կամ ցածր լինի կամ ստիպված լինենք վերահայտարարել եւ այլն բայց հաշվի առնելով որ ինքը միջազգային մրցույթ է նման դեպքերը նաեւ նվազեն մեր պրակտիկայում հաջորդ ծրագիրը Դալմայի քաղաքային անտառն է եւ Կոմիտասի պարկը կարծում ենք որ սա Երևան քաղաքի համար կարևորագույն ծրագրերից եւ ոչ միայն ինքը հաճելի, այլև կարևորագույն ծրագիր է, որովհետեւ մինչեւ 230 հեկտար ըստ էության քաղաքային անտառի կառուցումը կարծես թե դառնալու է Երևանի թոքերի նման, հա, կամ ավելացնելու է այդ ամբողջ էկոսիստեման 800,000 ԱՄՆ բյուջե է հնարավոր եղել մոբիլիզացնել եւ ԱԶԲ-ի տարբեր, այսպես ասած, ռեսուրսներով 26 թվականին հայտարարել ենք արդեն էսքիզային հայեցակարգի եւ նախագծի մշակման միջազգային մրցույթը դա հայտարարվել է դեկտեմբերի 22-ին եւ հետաքրքրության հայտերի ներկայացումը ակնկալում ենք ամսի 20-ին ըստ էության սա նշեմ, որ ծրագրի իրագործումը, այսինքն բուն քաղաքային անտառի կառուցումը արդեն ներառել ենք էլեկտրական ավտոբուսների ծրագրի մեջ որպես կլիմայական բաղադրիչ նաեւ ֆինանսական ռեսուրսները ինչպես նշեցի այս պահին ներքին պլանավորված չեն հետեւաբար այստեղ ծախսերի կատարողականի մասին դեռ չենք խոսում եւ 26 թվականին այս աշխատանքները ավարտելուց կլինեն վճարումներ Եվ ուզում եմ նաև բովանդակային անդրադառնալ Դալմայի այգու եւ Կոմիտասի պարկի ծրագրին, որովհետեւ ինչպես գիտենք 26 թվականին Երևանը հյուրընկալելու է COP17 համաժողովը եւ նաեւ ձեր հետ հենց քննարկման եւ ձեր կողմից նախանշմամբ այս ծրագիրը համարվելու է COP-ի շրջանակներում որպես այսպես ցուցադրական Երևանի համար ծրագրերից մեկը այդ նպատակով նաև
էսքիզային նախագիծը այնպիսի լուծումներով կտրվի, որպեսզի կարողանանք նաև ներկայացնել կոպի շրջանակներում որպես կենսաբազմազանության եւ կլիմայական կայունության կարևոր ծրագիր եւ պետք է նշեմ, որ տեխնիկական բնութագիրը կազմված է այնպես, որպեսզի մենք ստանանք Դալմայի այգիներից մինչև Կոմիտասի պարկ ձգվող, այսինքն Երևանյան լճի եւ Նորագյուղի հատվածը վանանող, նաև կարելի ասել էկոլոգիական եւ շարժունակության միջանցք, կորիդոր եւ էկոսիստեմային տրամաբանությամբ է տրված տեխնիկական բնութագիրը։ Ես հուսով եմ, մենք հետաքրքիր եւ շատ արժեքավոր ծրագիր կունենանք արդյունքում։ Երևի այսքանը, շնորհակալություն ժամանակի համար։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան համապարփակ ներկայացման համար, այս իհարկե ամենը շատ լավ է, բայց այս ամենը պետք է նաև իրականացվի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։